Որ մեր երկիրը, հա, լրիվ թուրքացել արդեն, այդ եմ ուզում հասկանալ։ Նախ ինչից եք զարմանում, որ նույնքել տանմա թուրքացման, վաղը չեմ իսօր գալու են, սպասեք այդ 300,000-ին, բայց 300,000-ը խոմ հայկական սկորի մեքենաներով չեն պտտվելու, պարզ այնց թուրքական մեքենաներով պետքա պտտվեն, սպասեք թուրքական մարդիկ, որ գան ստեղ իրենց դրոշակներով արդեն գան, ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան եւ քաղաքական գերանգավորում տալիս, անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։ Այս մասին գրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը։ Կամ լավ, թուրքերը ձեզ օգնություն են տվել, ասեն լավ, բերեք ձեզ մեր կողմից 10 հատ թուրքական տանկ շտապ օգնության մեքենա, բայց չջնջեք մեր լուսինը։ Մի հատ է լավ է, իրանց այդ Աթաթուրքի նկարը չի եղել վրան նկարած։ Հիմա դեպքի հետ կապված ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ես մոմենտ էսի որ կարդացի, չհավատացի, ասի, հա, փաստորեն այս շտապ օգնությունը Ֆրանսիայից է գալիս, ոնց է եկել, պարոմով է եկել, թե սամալյոտով է եկել, տենամ իրոք տենց քաղաք կա, թե չէ, ու իրոք հավաքեցի գրած էր Գորод Կալմար, Ֆրանսիա, աղբեջան ես դրախտայից խեին բերում շտապ օգնությամբ, հենա ստեղ էլ կմնար այդ մարդը, ստրախովկա չուներ բերել են Հայաստան։ Մի խոսքով ուզում եմ ջոկեմ, որտեղ են մեզ գժի տեղ դնում, ժողովուրդ ջան, չեմ ջոկում,